Բժշկական հետաքրքիր նորություններով, առողջարար սննդամթերքներով եւ իհարկե խորհուրդներով լի եթերում կյանքի համն է։ Մնացեք մեզ հետ եւ տեսեք, թե ինչ էջերից է բաղկացած մեր այսօրվա եթերը։ Թութք, հիվանդություն, որը պատահում է ամեն երկրորդ մարդու մոտ, իսկ ինչպես կանխել այն եւ բուժվել։ Հնդկաձավար ամենաօգտակար հացահատկեղեն է, որը կանխարգելում է ուռուցքային բջիջների ակտիվությունը։ Միթե կարելի է սնունդ ընդունելուց անմիջապես հետո լվանալ ատամները, ինչ են ասում գիտնականները, այս ամենը մեր եթերում։ Ուշադրություն, Դելտա կլինիկը ամանորյա տոներին ընդառաջ աննախադեպ անակնկալ է մատուցում բոլորին։ Կենտրոնը համալրված է նոր 3D ձևաչափով սոնոգրաֆիկ սարքով, հետազոտությունն արժե ընդամենը 3000 դրամ, անոթների դուպլեքս հետազոտություն, էխոսրտագրություն եւ այլ օրգան համակարգերի ստուգում։ Շտապեք օգտվել այս հիանալի առաջարկից, հասցե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոսահամար 500 560։ Յուրաքանչյուր օր մեր բժիշկները խոսում են հենց ձեզ համար եւ իհարկե ուղղորդում ժամանակին ախտորոշվել եւ բուժվել։ Իսկ այժմ եկել է պահը, լսում ենք։ Այսօր կխոսենք տարածված հիվանդություններից մեկի թութքի մասին։ Թութքը կամ հեմառոյը հաճախակի հանդիպող հիվանդություն է։ Ազգաբնակության 10%-ի մոտ կյանքի տարբեր էտապներում հանդիպում է այս հիվանդությունը։ Իսկ 40-ից 50 տարեկան հասակում 30-ից 40%-ի մոտ արդեն առկա են հեմորոիդալ հանգույցները, որոնք երկար ժամանակ կարող են անհանգստություն չպատճառել։ Թութքը հիմնականում նստակյաց կյանքի հիպոդինամիայի ուղեկիցն է։ Թերևս սա է պատճառը, որ երեխաների մոտ այն հազվադեպ է հանդիպում ի տարբերություն մեծերին։ Թութքը որպես կանոն ունի երկարատև ընթացք պարբերաբար սրացումներով։ Այն արտահայտվում է արյունահոսությամբ, հեմորոիդալ հանգույցների առաջացմամբ եւ քորով։ Արյունահոսությունը հիմնականում նկատվում է դեֆեկացիայի ակտից հետո արյան կաթիլի տեսքով կամ թղթի վրա արյան հետքերով։ Հեմորոիդալ հանգույցները տարբերակում են երկու տիպի՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին հեմորոիդալ հանգույցները հիմնականում տեղակայվում են հետանցքի արտաքին մակերեսին, ժամացույցի ցիֆերբլատի 3, 7 եւ 11 ժամերին համապատասխան։ Ներքին հեմորոիդալ հանգույցները գտնվում են հետանցքի ներսի մակերեսին, ուղիղ աղիքի ստորին հատվածում։ Նրանք միայն հնարավոր է հայտնաբերել մատնային զննման ժամանակ կամ ռեկտորոմանոսկոպիայի իրականացնելիս։ Թութքի առաջին աստիճանի դեպքում դեֆեկացիայից հետո հեմորոիդալ հանգույցները դուրս չեն գալիս։ Երկրորդ աստիճանի դեպքում դեֆեկացիայից հետո հանգույցները դուրս են գալիս, սակայն կարճատև ժամանակ հետո նրանք նորից ներքաշվում են ներս։ Թութքի երրորդ աստիճանի դեպքում հեմորոիդալ հանգույցները գտնվում են դրսում, կայուն պրոլապս վիճակում եւ չեն ներքաշվում։ Թութքի ժամանակ ցավերը բնութագրական չեն։ Սուր ցավեր կարող են առաջանալ միայն հեմորոիդալ հանգույցների թրոմբոզի ժամանակ, որը պահանջում է անհապաղ բուժում։ Թութքի առաջացմանը նպաստում են երկարատև հազը, լուծը, քրոնիկ փորկապությունը, ինչպես նաև նստակյաց կյանքը, ոչ ճիշտ սննդակարգը, անկանոն սնվելը։ Թութքի ախտորոշումը մեծ դժվարություն չի ներկայացնում, հիմնականում կիրառում են մատնային զննում, ռեկտորոմանոսկոպիա, ինչպես նաև դիֆերենցիալ դիագնոստիկայի շրջանակներում կիրառվում է կոլոնոսկոպիա։ Թութքի բուժումը որպես կանոն առաջին երկրորդ աստիճանի դեպքում իրականացվում է կոնսերվատիվ, օգտագործում են ինչպես դեղորայքային միջոցներ, այնպես էլ հեմորոիդալ հանգույցների սկլերիզացիա, ինչպես նաև կիրառվում է հանգույցների օղակավորում։ Իսկ երրորդ աստիճանի դեպքում, երբ առկա են կայուն պրոլապս հանգույցներ արտաքին, այս դեպքում հիմնականում ցուցված է վիրաբուժական բուժում։ Եղեք առողջ եւ հաջողակ։ Ժողովրդական բժշկության բաղադրատոմսեր, խորհուրդներ հենց ձեր հարցերի հիման վրա։ Իսկ եթե դուք եւս հարցեր ունեք, ապա գրանցեք կյանքի ham@atv.am, սա մեր էլեկտրոնային փոստի հասցեն է։ Սպասում ենք ձեր հարցերին։ Իսկ այժմ լսում ենք մեր այսօրվա հեռուստադիտողի հարցը։ Ինչպես վերացնել հերպեսը, ինչ խորհուրդ կտաք, Կարեն Ասատրյան։ Հաճախ թվում է, թե եւ շատերին այն թույլ կարծիքն է, որ հիվանդացել եմ, դրա համար շրթունքս դուրս է տվել, բայց այդպես չէ, շատ հաճախ հանդիպող հերպես հիվանդություն է դա կոչվում, որը ինքը ունի վիրուսային ծագում եւ սկզբում կարմրավուն բշտիկանման
Իսկ հետո ներսից կարծես թե դեղնավուն արտադրություն մի քանի օր անցնելուց հետո այս մաշկը չորանում է, պոկվում, թեփոթվում, հետո առաջանում է այդ տեղում ճակ, որը ցավոտ է։ Որպեսզի հերպես չունենաք, անպայման է պետք դիմել բժշկի, որովհետև քանի որ ունի նա վիրուսային ծագում, շատ հրաշալի պրեպարատներ կան անտիվիրուսային, որոնք օգնում են եւ նման խնդիր այլևս չի առաջացնում եւ չի տգեղացնում ձեր շրթունքները, բայց ժողովրդական բժշկությունը առաջարկում է այսպիսի բաղադրություն։ Երբ սկսում է այդ կարմրությունը, պետք է տաք չորը կամ տաք փոքր կտորը, տաք ջրի մեջ, եռման ջրի մեջ տաքացնելուց հետո անմիջապես դնել այդ խոնավ վիճակով դնել այդ հերպեսին եւ նորից ինքը կունենա կարճաժամկետ տևողություն կբուժվի։ Գիտնականները պնդում են, որ ցանկացած հացահատիկավոր իր մեջ մեծ օգուտներ է պարունակում։ Այս թվին է պատկանում նաև հնդկաձավարը, որը պարունակում է անսահմանափակ օգտակար նյութեր։ Պարզում ենք այս սննդամթերքի օգտակարությունը։ Հնդկաձավարը հարուստ է միկրոտարրերով, երկաթով, կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, յոդով, նիկելով և կոբալտով, B1, B2, PP խմբի վիտամիններ, 13-ից 15% սպիտակուցներ և ընդամենը 3-ից 5% յուղայնություն, որը թույլ է տալիս հնդկաձավարին դիետիկ սննդամթերքների թվին դասվել։ Ամինաթթուների քանակի պարունակությամբ այն կարելի է մոտ համարել կենդանական ծագում ունեցող սննդին, իզուր չէ, որ հնդկաձավարը մսի փոխարինող են անվանում։ Այն հարուստ է կալորիականությամբ, այս մթերքի 100 գրամի սննդային արժեքը մոտավորապես 307 կիլոկալորիա է կազմում, որը կարելի է ամենօրյա և դիետիկ սնունդ համարել։ Աթերոսկլերոզի, լյարդի, հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում միանշանակ խորհուրդ է տրվում հաճախ սնվել հնդկաձավարով։ Տարեց մարդկանց այն ևս խորհուրդ է տրվում, քանի որ այն լավ է ազդում արյունատարանոթներին, որի հետևանքով էլ սիրտը սկսում է լավ աշխատել։ Հատկապես օգտակար է հնդկաձավարը օգտագործել կաթնամթերքի հետ։ Այս դեպքում օգուտը կրկնապատկվում է և անհետանում են մարսողական խնդիրները։ Հնդկաձավարը կանխարգելում է ուռուցքային բջիջների ակտիվացումը, վերացնում օրգանիզմից վատ խոլեստերինը, վերացնում է նաև թրոմբները, ուստի այն շատ օգտակար է։ Այս մթերքը կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ուստի այն հակացուցված չէ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց։ Այն խորհուրդ է տրվում նաև հղիներին, քանի որ ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Մեջքի կամ կոկորդի ցավերի դեպքում կարող եք եփել հնդկաձավարը, տեղադրել կտորի վրա և ցավոտ վայրում դնել։ Շաքարային դիաբետով հիվանդները կարող են 100 գրամ հնդկաձավարին 200-ից 250 գրամ մածուն ավելացնել, թողնել 10-ից 12 ժամ և օրվա ընթացքում ուտել այն, որը կկարգավորի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Գոյություն ունի նաև մի դիետա, որը հիմնված է հնդկաձավարի օգտագործման վրա։ Տեսնենք, թե որն է դա։ 3-ից 5 օր սնվելով հնդկաձավարով մեր օրգանիզմում վերանում է անպետք ջրային մասը, ինչի շնորհիվ էլ մենք նիհարում ենք։ Այս դիետայի ժամանակ հնդկաձավարը պետք չէ բովել կամ եփել։ Այն պետք է 1-2-ի հարաբերակցությամբ վրան եռման ջուր լցնել, այնուհետև թողնել 10 ժամ և սնվել այս կերակուրով ու մածունով։ Նրանք, ովքեր սնունդ ընդունելուց անմիջապես հետո շտապում են լվանալ ատամները, ապա սխալվում են։ Այս մասին են խոսել գիտնականները, իսկ մանրամասները մեր հաջորդ էջում։ Նրանք, ովքեր սնունդը ընդունելուց հետո շտապում են լվանալ ատամները, ապա չարաչար սխալվում են։ Այս մասին են հայտարարել կանադացի ատամնաբույժները և իհարկե բացատրել, թե ինչու։ Բանն այն է, որ նման կերպով մենք կարող ենք վնասել ատամների էմալը։ Սա իհարկե չի նշանակում, որ պետք է հրաժարվել լվանալ ատամները օրը 2 անգամ, առավոտյան և երեկոյան, ինչը չի կարելի անել սնվելուց հետո, որն էլ բերում է հակառակ վիճակին և քայքայում էմալը։ Ատամնաբույժները ասում են, որ դա առավել վտանգավոր է գազավորված և քաղցր մրգային ըմպելիքներ ըմպելուց հետո, ինչն էլ հաճախ մենք անում ենք սնունդ ընդունելիս։ Նման դեպքերում այդ նյութերը կպչում են էմալին, իսկ ահա ատամները խոզանակով լվանալիս մենք ոչ թե հեռացնում ենք դրանք, այլ ավելի խորը ներմուծում դեպի էմալ։ Իսկ եթե այնուամենայնիվ կարիք կա շտապ լվանալ ատամները և դուք նոր եք սնունդ ընդունել, ապա սպասեք գոնե 30 րոպե, քանի որ միայն այդ ժամանակահատվածում են նման նյութերը ինքնուրույն դուրս գալիս։
Ուշադրություն, ամանորի տոներին ընթരാճ անակնկալները Դելտա կլինիկում շարունակվում են։ Ողջ օրգան համակարգերի համակարգչային ախտորոշում, որը կիրականացվի բացառիկ գնով, ընդամենը 5000 դրամ։ Շտապեք օգտվել ձեզ ընձեռված այս առաջարկից։ Տեղեկացեք ձեր օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին։ Հասցե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ։ Հեռախոսահամար 500 560։ Հաղորդմանը սպասարկում է Մանիա գեղեցկության սրահը, հեռախոսահամար 226042։ Ահա եւ մոտեցավ հրաժեշտի պահը, սակայն մենք կհանդիպենք շատ շուտով եւ կբացահայտենք այն ամենը, ինչը կօգնի մեզ ապրել առողջ եւ երջանիկ։ Ցտեսություն։